«1992 թվականի մայիսի 7-ին Հանրապետության հրապարակում Սպայի տան մոտ գտնվող Վարսավիրանոցում մահափորձ է կատարվել քրեական աշխարհում հեղինակություն համարվող Նորայր Թադևոսյանի «The Kino»-ի վրա։ Սպանության հետ կապված մի շարք հարցեր մինչ օրս անպատասխան են մնացել։ Նորիկը, այսպես ասած, ասեմ, այն թվերի ժարգոնով ավտորիտետ էր, այսինքն հեղինակություն, նա հանցագործ չէր։ Իսկ հեղինակությունը վաստակել էր հին կրիվոյ կոչված թաղամասում, որը մոտավորապես Վարդան Մամիկոնյանի հայտնի արձանի հետևի բարձրակ շենքերը կա, այդտեղից մինչև Կինո Ռոսիա այդ ընկած հատվածներ, ինչի են դեկինորիկ ասում, որովհետև կրիվոյ այդ հատվածում որոշակի 40 աշյանի այդպես շեղում կար, եւ ասենք մոտ ընկերները նորիկին ասում են բարձունքի նորիկ։ Դիք հայրեջ չէ, բարձունքի նորիկ է ասում։ Այդ տեղը բարձադիր էր, դրան ասում են դիքի նորիկ։ Դե կրիվոյում մոտ 40% թուրքեր էին բնակվում, եւ այդ թուրքերի այդ 40%-ի մինիմում 60%-ը հանցագործներ էին։ Երևան քաղաքի ամբողջ անաշաները այդտեղ շրջանառության մեջ մտնում։ Այն ժամանակ դες մորֆի չկար, ամենաշատը պրամիդոլ կար։ Հիմնականում այդ, այսպես ասած, պլանքյաշները առողջության կանոն շարժում են դեպի հին Երևանի թաղամասը կրիվոյի, ինչի էր կրիվոյ ռուսերեն ծուռումուռ փողոցներով չպլանավորված այդպես մի հատված էր, նույնիսկ այն տարիներին ասֆալտապատեր չէր, միջել կոյուղիում էր քաղաքի կենտրոնում։ Եվ այդտեղ նորիկը դարձավ, այսպես ասած, ավտորիտետ։ Այսինքն դրանց ծեծելով, ջարդելով այդ բարիգաներին, այդ բարիգա, այսինքն այդ անաշա վաճառողներին, ինչևից է, դրանք 7 եղբայրներ էին։ Նրանց մեկը կարծեմ օրենքով գող էր։ Ես նրան չեմ տեսել, շուտամած։ Հետագայում արդեն ոչ մի հանցագործություն չի կատարել։ Ուղղակի այնքան է ռեսուրսը այդ լավ տղայի, որ միջեր կյանքի վերջ դա իրեն պահեց։ Եթե նորիկը հանցագործն էր կատարում, ապա միայն բխեցի գծով, որտեղ այնտեղ, այսպես ասած, ցեխեր ուներ, ինչից եկամուտ էր ստանում։ Նորիկը մի ներքին մղում ուներ, ասենք մոտ ընկերներ Սվոր Ռաֆիկի։ Չնայած օրենքով գողի համար չկա մոտ ընկեր։ Եթե օրենքով գողա, եթե գող չի մնացածը, էլի ճակերտների մեջ, այսպես ասեմ, հարիֆա, այսինքն ըստ գրադացիայի։ Բայց ինչևից է, նա մոտ ընկերն էր, նա Սվոր Ռաֆիկի հարսանեկի կազմակերպիչներից մեկն էր, գողական, այսպես ասած, օրենսգրքի մեջ գողին չէր կարելի ամուսնանալ։ Սվոր Ռաֆիկի հարսանեկը եղավ Փարվանայում 77 թվականին։ Նորիկն էր այդ հարսանեկի կազմակերպիչներից մեկն էր Բուլի հետ միասին։ Բուլը քավուրն էր Սվոր Ռաֆիկի։ Եվ ասենք դիքի նորիկը հաստորեն Երևան քաղաքի ժամանակ 10 հեղինակություններից մեկն էր այդ տղաների, այդ հանցագործ աշխարհի, այդ մարդկանց շրջապատում։ Ինչ հետաքրքիր դրվագ կարող եմ պատմել նորիկից։ Գիտեք մեր բանկի գողությունը։ Դա 77 թվականի օգոստոսի 9-ին երեքշաբթի օրը պարզվեց, որ մեր բանկը թալանված է։ Բայց ամսի 7-ին, այսինքն կիրակի օրը, տեսել էին Սվոր Ռաֆիկին Էնգելսի փակուղում։ Հարակից փողոցը կոչվում էր Էնգելսի, հիմա փակուղի չի, Էնգելսի փակուղին էր։ Այնտեղ Ճիճու անունով օրենքի մեջ գող կար, որը վերադարձել էր ամսի 6-ին, ես Սվոր Ռաֆիկը հատուկ եկել է Երևան, որպեսզի այցելի այդ գողին, Ճիճուին։ Տարօրինակ է, բայց փաստ է, կեղծանունը Ճիճու։ Ճիճուն թոքախտավոր էր, չկան որքան որ ինձ հայտնի, որտեվ կարծեմ 6 օր խոտկաներ արդեն, այսինքն 6 անգամ նախկինում դատապարտված էր, այդ պատկերացրեք այդ բուրերով, այդ
ինչևից այդ այսպես ասած Սիբիրի լեսապավալներով անցած մի մարդ, երբ որ մեզ ասեցին, որ մենք ասեցինք, որ բանկի հետ նա կապ ունենալ չի կարող, բնականon, svой Ռաֆիկը, որովհետև օրենքով գողը դրան չի գնա, ոչ է թաց գործերի են գնում, սպանությունների են գնում։ Բայց ինչևից է հրամայեցին, որ պետք է պարտադիր գտնել Ռաֆիկին եւ մեր քրեական հետազոտության լավագույն այն ժամանակ բաժանմունքի պետերից մեկը Կարապետյան Լևոնը տվյալ ստացավ եւ երկուսով Լևոնի հետ գնացինք Ռաֆիկին բռնեցինք Սարյան փողոցում մարսակ շենքեր կան 11-րդ հարկում Ռաֆիկին բերեցին քաղաքի վարսուն եւ դեպի նորիկը անմիջապես եկավ Ռաֆիկի հետևից ասաց որ դե գիտեք որ Ռաֆոն ինչ կապ ունի բանկի հետ նա սենց եկել էր իր ընկերոջը տեսնալու եւ այլն ասացին որ դա մեր ուժերից վեր է մեր այդ հարկավոր չի խոսալ եւ ոչ մեկը Ռաֆիկին չի թողնելու չկա այն մարդ որ բաց կթողնի Ռաֆիկին որտեղ այդ ժամանակ բանկի գործով օպերատիվ ղեկավարում դրված էր Սովետական միության ամենահայտնի քրեական հետախուզության գործիչներից մեկի վրա, որը ժամանակ Սովետական միության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետն էր, գեներալ գնդապետ Կարպեցը։ Դա հիմա դու Կարպեցին մի համատեք ես գեներալ գնդապետների հետ, նա իր լուրջ գեներալ գնդապետ էր։ Նա լրջագույնս անցել էր ճանապարհ նրա կյանքի դրվագներից երկու ֆիլմ նկարված հեղափոխության ծնվածները եւ հայտնի նկարը հանդիպան վայրը հոխլու չի լինի այն Ջիգրախանյանը որ գողի դեր է տանում եւ երիտասարդը որը մուտք է գործում ներդնում են այդ գողական շրջապատի մեջ, դա Կարպեցն է, երիտասարդ Կարպեցն է։ Ուղղակի իրականում գրակել էին բերանի մեջ Կարպեցի։ Կարպեցի երեսը ասած ամբողջապես ծռված է դրանից։ Ինքը մարդկանց մեջ չէր երևում, բայց ինքը ղեկավարում էր քրեական հետազոտության գլխավոր վարչության Սովետական միության։ Այ մեր բանկի օպերատիվ պատասխանատուն Մոսկվայից Կարպեցն էր։ Այսինքն մենք չենք կարող գնել գնդապետին ասել, որ դեպի նորիկ եկել է, պետքա svой Ռաֆիկը կապ չունի, պետքա գնա տուն։ Այդ տարիներին, երբ որ մենք աշխատում ենք, անկեղծ եմ ասում, այ պատկերացրեք, գողերը հավաքատեղիներ ունեին, երբ որ մենք իջնում ենք այդ հավաքատեղիի մոտ, մեկից փողոցը դատարկվում էր։ Երբ որ գնում ենք գողի հետևից, եթե չենթարկվեք խփեինք, մենք գողերի հետ ոչ մի ներքին ախպերական հարաբերությունների մեջ չեն գտնվել։ Իրանք մեզ հարգել են, որտեղ մենք ծախված չենք եղել։ Ծախված ոստիկանի վրա իրանք թքած ունեն։ Այ 5 գողերից արդեն համարը մարդ չկա, երբ որ պատահական հանդիպում ենք հանկարծ մեկ ինչ-որ հասանիքին, այն հարգանքը մինչև որ պահպանված է նրան։ Որտեղ մենք, երբ որ եղել ենք օպեր, մենք ծախված չենք եղել։ Գնացինք տվյալը ստացել էր Լևոնը Կարապետյան, ասում եմ լավագույն մեր օպերատիվ աշխատողներից մեկը, ես քրեական հետախուզությունում կարող եմ երկու մարդ ասել, որոնք այդ աշեն հետաքրքիր են եւ իրենց գործի վարպետներն են։ Մեկը Խաչատրյան Վլադիմիրն էր, որը այսօր չկա, մահացել է մեր պետը, մյուսը Լևոնն էր Կարապետյան, որը իսկական օպեր էր։ Հետագայում դարձավ քրեական հետազոտության վարչության պետը, Լևոնն էր, ինձանից հետո։ Հիմա թոշակի է։ Դա հիմարություն է, որ Լևոնը թոշակի է, էլի, որտեղ գիտեք ինչ, այս տարիքում Լևոնը մոտավորապես մի 100 օպեր արժի։ Հենց այդպես։ Լևոնը ստացավ, գնացինք Լևոնի հետ, շրջապատել էին տունը, որոշեցինք, որ դե svой Ռաֆիկը բավականին փորձառություն ուներ եւ հենց այնպես բուրոբաշ չէր անելու։ Մենք նույնիսկ հարևանում չուարկեցինք, որ ասենք թե կամ ոչ ժեկի աշխատողին որ եկել են։
Գիտենք ում ենք գործ ունենք։ Ուղղակի վերևից ջուրը բաց թողեցինք այդ բնականի վրա։ Ես սպասեցին, որ դուրը կբացվի, դուրը չբացվեց։ Ջուրը գնաց Մոնպեկշան, այնքան մինչև հասավ 10-րդ հարկ։ Դուրը չբացվեց։ Նույնիսկ որոշեցինք, որ վերևից իջնենք, պարան գնացինք ճոպան չկար խանութում, որ վերևից իջնենք։ Ինքը արդեն հասկացել է, որ ջուրը հենց այնպես չի իջնում, կաթոն գլխին։ Այդ կնոջ հետ ինքը ներսում էր։ Դե մենք գիտենք արդեն դուրս չի գալու։ Նա մի շաբաթ էլ դուրս չի գալու այդ տնից։ Կարող ենք հանգիստ թողնել գնալ։ Հիմա մնալու է այդտեղ։ Այդտեղ ինք գիտեր, որ 4 կողմ դրված է լինելու։ Որոշեցինք հարևանի տնից մտնենք կողքի եւ պատշգամբից ներս մտնենք։ Բաց պատշգամբներ էին։ Բայց այնտեղ էլ պարապետը բավականին նեղ էր, մոտ 15 սանտիմետրած ոտքի վրա եւ երկու հատ ծաղիկի բան էր դրված վրան երկաթից։ Ինչևից է մեկը լովայի ոտի տակից փախավ, լովան մի կերպ ձեռքով կարճեց այդ բետոնի պատից։ 10 թարգից Լևոն գլխի վրա իջնելու էր։ Ինքը ամբիշ էր, ամուր կառուցվածքով այդ ամբիշի այդ մարզանքները կյանքը փրկեց, կախվեց մի ձեռքով։ Ոնց որ ֆիլմերում է լինում։ Այդտեղ ծիար օգնելով մտանք այդ պատշգամբ։ Մտանք դուր էր, պետք էր արագ գործու չենք իման բրաֆիկ իրամոս կպայի։ Երկուսով ոտքի հարվածով այդ բանը ջարդեցինք սենց մտանք ես, Վաֆոն ասեց իջան գլխից վրա։ Այդպես է, ոչինչ չէ, ոչ մի բան, ոչ մի ծպտում։ Որտեվ նրանց հետ վարվում ենք օրենքի շրջանակ, մենք ոչ մի չենք խոսում։ Մենք հագնվի վերջացավ պետք է սուսուպուց հագնվեր, որտեղ անմիջապես կհետևեր ուրիշ գործողություն, եթե չկատարեն մեր հրահանգը։ Հաջողները վրանտներս էր, բայց դրա ֆիլմերում ասած նրա կարիքը չկար, բայց ինք գիտեր, որ կօգտագործեն։ Մենք գիտենք, որ Ռաֆիկը ձեն չի ունենալու։ Ռաֆիկին բերեցին քաղաքի վարչություն, դե իհարկե անմիջապես կարպեցեց ժամանակ Մոսկվայում էր, զեկուցեցին կարպեցին, որ սոյը բռնված է։ Ասում քնիչ հետ աշխատի, անիմաստ Ռաֆիկի հետ աշխատում է։ Նա ցույցում չէր տալու, տակ չէր ստորագրել, ոչ ոք չէր անելու։ Ես ձայն չեմ անելու, դուք պետք է ապացուցեք, եթե մեղավոր եմ, եթե մեղքում եմ։ Եվ ինչ, արդյունքում ոչ մի բան։ Երեկոյան պետք է արդեն տեղափոխեին Կապեզե, այդ ժամանակ մենք միջանցքում ենք Լևոնի հետ, արդեն քննիչը որոշումը կայացել էր, նկան դրեցին մեքենան և տարան, որպեսի հաջորդ օրը բերեն Ռաֆիկին։ Ռաֆիկը գնաց և էլ չվերադարձավ։ Հետո դա օպրատիվ ենք պարսել։ Իհարկե նա դեքինորիկը ոչ մի չխոստովանեց այդպես էլ։ Կանգնացել էր մեքենան դեքինորիկը, նեղ 3 հոգի են եղել։ Վարորդը և 2 հոգի, և ավագը։ Ասել էր, որ ասեք թիվը ես Ռաֆիկին պետք է տանեմ։ Ասել են, որ մեզ օրվանից կհեռացնեն։ Ասել է, չէ թիվն ասեք, այս մեքենաներ, այս 24-ն էլ, այդ գումարն էլ բեռնախցիկում է։ Ասեք ձեր թիվը։ Ես պետք է այստեղից գնամ Սվոյի հետ։ Այդ բանակցությունները արարվել են նրանով, որ այդ 3-ը այդ օպերատիվ տիվալոր գումարը չենք իմանում, մինչև այսօր, որքան է եղել։ Այդպես էլ նորիկը մեզ չասեցին, ինչա տվել։ Միայն ժպտում էր։ Ռաֆիկին վերցնում է և մի ուրիշ մեքենայով տեղափոխում է Թիֆլիս։ Այն ժամանակ սահմաններ չկար, բան չկար։ Ժամը 8-ին երեկոյան մեզ Լևոնի հետ հրավիրեց քաղաքի վարչության պետը, գնդապետ Չարխի Բալակյանը, շատ էլի կարգի մի մարդ։ Ասեց, ստոնցից հույս չկա, գնացեք այդ Սվոյին գտեք։ Դեռ չենք իմանում ինչ է եղել։ Դեռ տվյալ չենք ստացել։ Նրանք գնացել զեկուցագիր են գրել, որ
փախավ, բայց ո՞ւց փախավ։ Ո՞ւց փախավ չորնի ոռն կոչվածից։ Նույնիսկ օծիր պորտով ընդեղից չէր փախչի։ Իսկ այդ ծառայական քննություն նշանակվեց հանդեպ, հետո մենք արդեն պարզեցինք հաջորդ օրը, թե ինչ է կատարվել։ Գնացինք Նորիկին գտանք Արմենիայում, որպես կանոն Նորիկը ժամը 11-ին սուրճ էր խմում Արմենիայի սրճարանում առաջի անգամ։ Ամեն օր ժամը 11-ին գնացինք նախապես Լևոնի հետ Կարապետյան նստեցինք սրճարանում, սուրճը պատվիրեցինք, Նորիկը եկավ դռների մեջ մեզ տեսավ, ուզում էր հետ գնար։ Եկավ, չվիտ դեմքին, ինչ-որ լսել ենք, ճիշտ է, ասես չեմ ամ ինչ եք լսել, ինք սվոյի մասին բան ենք լսել, ասես սվոյ ինչ է քաղաքում, Դրանով ավարտեց խոսակցությունը, նա մեկը ոչ մեն չէր ասել, և հետո էլ չասեց ինչ է տվել։ Այդպես ազատեց իր ընկերոջը։ Այն ժամանակներում 90-ական թվականին ամենամեծ աղմուկանած սպանություններից մեկը դա Նորայր Թադևոսյանի, ինչպես երևանցիներն են սիրում ասել, Դքի Նորոյի սպանությունն էր։ Իհարկե մի շատ աղմկոտ, արյունալի եւ անսպասելի սպանություն, որը բոլորին ցնցել էր։ Հիշում եմ 1992 թվականի մայիսի 7-ն էր։ Մենք աշխատավայրում էինք, երբ տեղեկություն ստացվեց, որ հրապարակից ներքև Սպայտան հարևանությամբ գտնվող ամենանշանավոր վարսավիրանոցում, որտեղ սիրում էին հավաքվել այն ժամանակների հայտնի եւ հարուստ անձինք, այդ թվում նաեւ Նորայրը, որ գրեթե ամեն օր այնտեղ էր լինում։ Կատարվել էր մահափորձ։ Դա ժամը 3-ի կողմերն էր, երբ որ մենք իմացանք։ Կես ժամանց պարզ դարձավ, որ Նորայրը մահացել է։ Մարդասպանը հանկարծակի էր բերել Նորայրին։ Նա ներխուժել էր վարսավիրանոց եւ կրակել էր ոտքերին։ Երբ նա ընկել էր ծնկների վրա, կրակը հերթը շարունակվել էր թիկունքին եւ աորտայում հայտնված փամփուշտը հանդիսացել էր նրա մահվան պատճառ։ Հիշում եմ ինչ էր կատարվում հիվանդանոցի մոտ։ Անհամար բազմություն էր հավաքվել եւ բոլորը սպասում էին բժիշկ պրոֆեսոր Հովանես Սարուխանյանի խոսքին։ Նա Նորայրի մոտ ընկերն էր եւ մի շատ լավ բժիշկ։ Նույնիսկ ասել էր, որ եթե անգամ մահացած շտապ հասցնեն իրեն, ինքը Նորայրին կփրկի, բայց ափսոս չկարողացավ։ Սպանության պատճառը միջընտանեկան անհամաձայնությունն էր, քանի որ կրակողը Նորայրի ախնամներից մեկն էր։ Գրիվոյից այնքան բավականին լուրջ հեղինակություն էր արդեն իսկ վայելում, որ Երևան քաղաքում, ասենք, պրոբլեմ չուներ կռիվների, ծեծկրտուցքի, նա նման բաների չէր։ Գիտեին, որ Դքի Նորիկն է, ուղղակի սրասման չէին գնում։ Ուղղակի եւ Նորիկի այդ որոշակի, այսպես ասեմ, ներքին ինչ-որ բան կա, ես իր հանդեպ որոշակի ներքին, այսպես ասեմ, սիմպաթիա ունեի, որտեղ քավարցեր, ես մորս կողմից քավարցի եմ, ու նորադուսեր Նորիկը։ Այդպիսի հարցեր կար էլի։ Մեր երեխաները պետք է ցանկանան լինել քրեական հետազոտական աշխատողներ, պետք է ցանկանան սպա լինել եւ պետք է չերազեն օրենքով գործելու մասին։ Մարդու մասին չի կարելի դատել առաջին հայացքից։ Արժանինքները սովորաբար պատված են համեստության քողով, թերությունները քողարկված են կեղծավորության դիմակով։